Ավարտեցինք մեր միջուկի պատրաստումը, սիրելիներս, հիմա տեղափոխենք հնդկահավի մոտ, քանի որ այս մասան պետք է լցնենք հնդկահավի փորի մեջ։ Քանի որ մեր հնդկահավի մաշկը հեռացրած է, սիրելիներս, մենք պետք է հալեցրած կարագսենք վրան, որպեսզի թխելու ժամանակ այն ունենա կարմիր և ախորժելի տեսք։ Հարգելի ընկերներ, եկավ ամենակարևոր և ամենապատասխանատու պահերից մեկը։ Լցոնը լցնում ենք հնդկահավի փորի մեջ։